Զանգվածային լրատվության միջոցների հարգելի ներկայացուցիչներ, սիրելի քաղաքացիներ, այսօր տեսեք ամփոփում ենք մենք հայաքվե քաղաքացիական նախաձեռնության եւ հասարակական երկու կազմակերպությունների համատեղ իրականացրած դիտորդական առաքելությունը։ Իմ գործընկերները ներկայացրեցին հիմնական խումբ խախտումները, որոնք արձանագրվել է, եւ նշեմ, որ մեր առաքելությունը ամենամեծ առաքելությունն է դիտորդական, որ իրականացրեց շուրջ 200 դիտորդներով, մենք բոլոր տեղամասերում մեծ մասում երկուական դիտորդներով իրականացրեցինք մեր աշխատանքը։ Թույլ տվեք խոնի շնորհակալություն հայտնել բոլոր դիտորդներին, զանգվածային լրատվության ներկայացուցիչներին, հասարակական կազմակերպություններին եւ քաղաքացիներին, որոնք իրականում պայքարեցին, անաչառ պայքարեցին քաղաքացու ընտրական իրավունքը կյանքի կոչելու համար։ Եվ վերջը պատրվեց նաև իշխանությունների ժողովրդավար լինելու դիմակը սրանով, որտեղ մենք հասկացանք, որ մեծ խնդիրներ ունենք ընտրական գործընթացներում։ Եվ քանի որ այս ամեն ինչը մեզ թույլ է տալիս նաև հասկանալ, եւ նաև պարոն Չալաբյանն նշեց, որ սա մեզ տվեց հերթական այն համոզմունքը, որ այո, ընտրությունների միջոցով հնարավոր է պայքարել այս իշխանությունների դեմ, ընտրությունների միջոցով հնարավոր է հասնել քաղաքացու ձայնի ժողովրդավարության ամրապնդմանը, այդ նպատակով նշեմ, որ մենք շարունակելու ենք մեր սկսած առաքելությունը եւ ավելի մեծ տեմպերով, եթե այս պահին ունենք 400 դիտորդներ պատրաստված, 400 քաղաքացիներ պատրաստված, որոնք պատրաստ են դիտորդական աշխատանք իրականացնել, մենք փորձել ենք մինչեւ հաջորդ համապետական ընտրություններ այդ թիվը հնարավորինս տասնապատկել։ Տասնապատկել ինչու, որպեսզի կարողանանք բոլոր Հայաստանի ընտրատեղամասերում ունենանք երկուական ներկայացուցիչներ ու կարողանանք նույն էլ ավելի բարձր արդյունավետությամբ ապահովել քաղաքացու ձայնը, ապահովել ժողովրդավարության ամրապնդումը եւ վերջ-վերջում մեր երկրում այո իրական ժողովրդավարության հաստատմանը։ Շնորհակալություն, եթե կան հարցեր կպատասխանեմ։